Մանդատը վայր կտնեք այս ամեն ինչ հետո։ Դու ուզում ես հենց հիմա տամ ձեռդ գնաս։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դրել մանդատն ու ներողություն խնդրել հանրությունից։ Անցած կիրակի Գյումրի քաղաքում մի մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում են ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի վարքին։ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամը ընտրությունների օրը Գյումրիում անսթափ վիճակում վիճել էր լրագրողի հետ ու հայոյել նրան։ Ես ինչ-որ նկարել էստե, ով հրապարակի է, լսար։ Այդ օրը լրագրողները պահանջում էին, որ ներողություն խնդրի, հրաժարվի մանդատից։ Իշխանականը դա անիմաստ էր համարել, քանի որ իր կանխատեսումներով 1 տարի հետո իշխանությունը փոխվելու է։ Համեցին իշխանությունը փոխվել է, խեմ ես մանդատս վայր դնում։ Կներվեր իր պահվածքը, բայց չի ներվի իր հայտարարությունը, որ 26 թվականին իշխանությունը փոխվել է։ Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր է դրել ոչ թե անվայելուչ վարքի, այլ այն խոսքերի պատճառով, որ 2026-ին իշխանությունը փոխվելու է, համոզված է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այդ արտահայտության համար էր պատիժը։ Հիմա SMS-ով է եկել, թե ոնց է եկել, իրոք չգիտեմ, բայց դա է պատճառը։ Դուք տեսել եք այդ վիդեոները իմ մասնակցությամբ։ Նորմալ մարդ, ֆիլամիտ մարդ, պետք ինքնուրույն չկայացներ այդ որոշումը։ Ինքնուրույն եք որոշել, որ ոնց որ պատասխանեց էլի ձեր հարցը։ Սկանդալային պատմությամբ խորհրդարանից հեռացող պատգամավորը հիմա էլ մտադիր է ՔՊ-ն առողջացնել։ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը առողջացման ու կերպարանափոխման կարիք ունի։ Հրաժեշտի տեքստում գրել է Գաբրիելյանն ու հայտնել, առաջադրվելու է կուսակցության ղեկավար մարմնի վարչության ընտրություններում։ Միաժամանակ հայտնում են, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում, վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք։ Վիլեն Գաբրիելյանի քայլը օրինակելի է համարում Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Լրագրողներին թիրախավորող բոլոր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է հետևեն նրան։ Ես կարծում եմ, որ եթե մարդը ի վերջո սխալվում է, բայց իր սխալը ընդունում է, դա կարևոր հատկանիշ է, ինչը ամենևին էլ տարածված չէ մեր քաղաքական ասպարեզում։ Մելիքյանը այդպիսի քայլ չի սպասում լրագրողներին վիրավորելու պատմություններով հայտնի Անդրանիկ Քոչարյանից։ Նա անգամ ներողություն չի խնդրում։ Մաքրեք ձեր շրթունքները, շատ լավ։ Ոչ մի բան։ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը օրեր առաջ էլ վիրավորել էր լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին ու ներողության փոխարեն արդարացել, թե իրեն սխալ են հասկացել։ Դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ։ Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Իշխող թիմում լրագրողին թիրախավորելու սկանդալից հետո հրաժարական եղել էր 3 տարի առաջ։ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն էր հարվածել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ Ավելի ուշ նա դատապարտեց բռնությունն ու հրաժարական տվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա։ Մեծ աղմուկից հետո Հայաստանի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեց, բայց մանդատից չհրաժարվեց։